Երբ ձեր տանը տոն է, պետք է գեղեցիկ և ուրախ լինեք, պետք է հետևեք, որ ամեն ինչ ընթերի լինի։ Դիմավորեք հյուրերին և վայելեք երեկոն։ Դուք պետք է հանգստանաք, իսկ մենք կպատրաստենք ձեր փոխարեն։ Պատվիրեք համեղ ուտեստներ Grill Express-ից։ Grill Express, հյուրերը գոհ են, դուք երջանիկ։ Հաստատ ուզում ես որ գնամ։ Եթե դու չգնաս, ես եմ գնալու։ Բա կվարտետ է։ Կվարտետը թող առանց Վարուժի երգի։ Այդ դու ինչ գիտես, որ ես Ամիտկա եմ գնում։ Ես ինչ չգիտեմ, բայց լավ չես անում, որ ընկերոջդ մենակ ես թողնում ու թռնում։ Մխո դու գիտես, որ մենք ընդհանրապես փող չունենք։ Դենա սուրճ դիր։ Սուրճ չունենք։ Թեյ դիր։ Թեյ էլ չունենք։ Ինչ ունենք։ Ջուր։ Ջուր դիր։ Գաք! Գաք! Մելո ջան, հապետ կարող է գագոն եկել օֆիս։ Էլի թայդ թողը դրել է։ Հեսա ես Ժանին կասեմ, քո նախաճաշը ստեղ կբերի։ Չէ, ես ելում եմ։ Հա գլուխը չի ցավում։ Արա հա։ Կյանքս կարող է անցել արդեն։ Դու չէ, սա ջանս էլ է ցավում։ Բանեն ծնգոր պատշկամբից կցավը, բա ինչ կանի։ Ժանի, որ լույսը բացվի, Վարուժին նախաճաշ կտանես։ Լույսը արդեն բացվել է կյանքս։ Դե նկատի ունեմ, որ մարդը ի վիճակի լինի ուտելու այդ ժամանակ։ Հասկացա։ Ինքը ընդամենը ուզում էր ինձ կծեր։ Սոֆայից բան չասես, հա։ Չեմ ասի։ Բայց նախաճաշը կտաս, ես տանեմ։ Չէ։ Խնդրում եմ, էլի։ Ճաշըտ բերել եմ։ Մերսի։ Արդեն լավ ես, չէ՞։ Հա։ Ուզում ես կերակրեմ։ Չէ, ես կուտեմ։ Ուղղակի որ գիշեր ընկել էիր, մտածեցի չես կարողանա։ Չէ, ես կարող եմ ուտեմ, մերսի։ Վայ իմ պոպույս ջան։ Այդ ոնց վախացրիր մեզ։ Շան ջան, ուղղակի ինձ մի քիչ լավ չեմ զգում էլի։ Ինչ անեմ, քո համար ցավդ տանեմ։ Ոչ մի բան, ուզում եմ մի քիչ քնեմ։ Տանեմ։ Չէ, լավ է, ես հետո կուտեմ։ Ուզում ես սենաթորը բերեմ դնեմ վրան։ Չէ, ես կդնեմ։ Լավ, Վարուժ ջան, դու քնի հանգստացի, հա։ Վարուժի համար էլ դեռ լույսը չի բացվել։ Կյանքս
Այս անգամ ես հաստատ մեղավոր չեմ։ Վարուժ ինքը ինչ գործ ունի մեր մահճակալին։ Սով թե եկավ նստեց, ես էլ ամեն ինչ արեցի, հասկացրեցի, որ գնա։ Ասեիր թող դուրս գա։ Թե արդեն ես ջերմ եք իրար հետ, որ չես կարում։ Ժան, դու ես Ժաննային ասել, որ Վարուժին նախաճաշ տանի։ Վայ, չէ, Սով ջան, ինքը խնդրեց։ 1000 անգամ ասեցի, ես կտանեմ, չթողեց։ Լուսի, բայց ինքը ով է, որ Վարուժին նախաճաշ տանի։ Դե ես էլ եմ այդպես մտածում, ինքը ով է, բայց չհամարձակվեցի, բարձրաձայն եմ։ Դե ուրեմն հաջորդ անգամ կհամարձակվես։ Եղավ կյանքս։ Նենց եմ քեզ կարոտել։ Արդեն մենակությունից հոգնում էի տանը։ Կլինի մի քիչ մոտդ մնամ։ Լիլի ջան, կյանքս ոնց մնաս մոտս։ Դե մի 5 րոպե։ Ախր ես փշերի վրա եմ լինելու, է։ Ես քեզ չեմ խանգարի։ Բարեձեզ, պարոն Հարևշատյան։ Ոչ խանգարեցի։ Իհարկե չէ, պարոն Հարևշատյան։ Ես գիտես ինչից է։ Սիրո պակասից աղբերս։ Սիրո պակաս ազգում աղջիկը։ Եթե դու իրան տանը տեղը տեղին սիրեիր, ինքը չեր հելնիկար։ Արա սիրեք էլի, քնքուշ խոսքեր ասեք ձեր կանանցերի։ Արա ես ինչ բան մտել ես ազգի մեջ, արա չեմ հասկանում։ Հենա, լիք քնգերներ ունեմ, որ իրանք էլ իրանց կանանց չեն կարող սիրել։ Արա, ես ոչ տղամարդկային մոմենտ արա չեմ հասկանում։ Ուղղակի իր մոտ սերը չափից շատ է, պարոն Հարևշատյան։ Երանի քեզ ռշտուն, քո արև։ Այդ տղա չափից շատ չի լինում, հասկանում ես։ Հայ ես ձեր արա։ Ես վերցրու։ Մեկն էլ մելոյին կտաս։ Էս ինչ է։ Այդ ռեստորանից օգտվելու անվճար քարտա։ 10,000 դրամի կարակ անվճար օգտվեք։ Դե ուրեմն այսօր կգնաք ձեր կանանց կվերցնեք, կտանեք ռեստորան, մի լավ պատիվ կտաք։ Բայց գնացեք մի քիչ ռոմանտիկա արեք էլի։ Այս կյանքը հո մենակ աշխատանքով չի սահմանափակում, այ ախպեր։ Շատ շնորհակալ եմ, պարոն Հարևշատյան։ Ախր շատ սահմանափակ եք է։ Կգնաք, բայց մի անգամից 10,000-ի չպատվիրեք ու պրսնեք էլի, մի քիչ էլ ձեր գրպանից բան կանեք էլի, հասկացա՞։ Դե Զանգտու կնոջդ ասա, որ այսօր տեղ եք գնալու, որ ինքն էլ ուրախանա, դավայ։ Հետո կզանգեմ, պարոն Հարևշատյան։ Այ ախպեր, հիմա զանգի, յա։ Լիլ, այսօր իրար հետ տեղ են գնալու։ Ուր։ Ռեստորան։ Լուրջ ես ասում։ Հա։ Ահ, ինչ լավ է։ Լավն է։ Չի հավատում, չէ։ Դե որտեղից հավատա։ Այդ երբ ես տարել, որ հավատա։ Որտե բռնի օրովոյ։ Սով է ասել, որ սենց փոփոխություն անեք։ Ժաննա։ Չհասկացա, արդեն Ժաննան է որոշում ոնց պետք է լինի։ Դրեք ոնց որ եղել է։
Էս ինչի եք նորից հետ բերել։ Սոֆան է ասել։ Լավ։ Խամյակս դու չես ուզում հյուրասենյակում մի քիչ փոփոխություններ անենք։ Ինչ կուզաս արա։ Եղավ։ Պապ, ես չեմ սիրում, որ խոլը տան մեջտեղում է լինում։ Դե գյադուհին այլի մտքով անցել է ինձ ցաղարել, ոչինչ։ Պապ, ինձ տենց հարմար չի։ Հարմար չի, ասա թող հին ձևով դնան։ Քո խոսքը չի անցնում էս տանը։ Ոչ չի անցնում։ Յանա բան ասար։ Բա ես քո անունից ասում եմ տեղափոխություն անեն, իրանք Սոֆայի ուզածով են անում։ Գյադուհի ջան, ոնց եղելա թո տենց էլ մնա, հա։ Հա, բայց ես փոփոխություն եմ ուզում, է։ Փոփոխություն ես ուզում, փոփոխա։ Զորիկ ձա թող որոշել մի հայտարարի գա նոր մեզ ասեն, էլի ցավը տանում։ Տողան։ Ես չգիտեմ, իմ երեխեքի տակը փոխեմ, թե սենյակը փոփոխեմ։ Պապ, ես հասկանում եմ, որ ինքը քո կինն է, բայց ես էլ քո աղջիկն եմ, չէ՞։ Հա, ես հասկանում եմ, որ ինքը քո աղջիկն է, բայց ես էլ քո թիկտապան եմ, չէ՞։ Սաղը շարվակնա։ Ուրեմն, սանից հետո տենց մանդր-մունդր բաներով ինչ չխառնակ։ Այսինքն ձևափոխում ենք, չէ՞։ Այսինքն ծպտունները չլսամ։ Պատկերացնում ես, Վարուշ, ես ուզում եմ փոփոխություն լինի, կինը չի ուզում։ Ես սխալ եմ, մենակ անկեղծ ասա։ Ախպորպես թող քնեմ, էլի։ Հա, բայց ինչի է ինքը իմ հանդեպ տենց տրամադրված։ Լավ, Վարուշ ջան, հետո կխոսանք։ Վարուշ, ես քեզ չէի ասել ներս չթողնես։ Կյանքս ես քնած եմ, վայ։ Ես հələ չես լցրի։ Ինչը։ Ուտելիքը։ Ուտելիքը սեղանին է մխը։ Հաց ու սոխը։ Հաց ու սոխը։ Վատը։ Դու էլ ես հաց ու սոխ կերի։ Չէ, մխո ջան։ Ես ինձ այդ տիպի ճոխություն թույլ չեմ տվել, ես ցամաք հաց եմ կերել։ Ապենյակ, ձեր մոտ տնորենի գործ չկա, որ ասենք առավոտ 3-ին սկսի, տենց 5-ին պարծենի։ Դե որ բանալի խաբար արեք, էլի։ Լավ։ Լավ, մենք միջև երբ պետքա կարպիտես տան ապրենք, մխո, չես մտածել դրա մասին։ Միջև երբ որ ատեսնյակը տներից մեկը տամ ես։ Ոնց որ գործը չէ տվեց։ Ինչ անեմ անուշիկ, միլիոն տեղ ասել եմ, սաղ ընգենյակներիցս հետարկրվել եմ, ասել եմ, որ գործը մի խաբար կանեք։ Մխո դու հասկանում ես, ես 2 օրը սալոն չեմ գնացել։ Բայց ես զարմանում եմ, գիտես, դու ոնց չես գժվեմ ինչևը մի։ Գժվում եմ, մխո, արդեն գժվում եմ։ Օր պոպայդ վրա եմ զարմանում, գիտես։ Ոնց կարա ինքը քոպես տղուն, իրանց մինուճար տղուն, սենց վերաբերվել։ Ատեսնյակից բան չասես։ Մխո ջան, դու գիտես, որ ես քո հետ դատարկ գրպանով էլ կմնամ, սոխի հոտով էլ կմնամ, բայց
Ես վախում դու չդիմանաս այս աղքատությանը։ Բա լավ, դու ընկերներիդ հետ տեղ չգնաս ու հանես հաշիվ փակես, հյուրասիրես, քեզ լավ զգաս։ Իսկ խոլը ոնց որ լավ վիճակում է, չի։ Նորմալ է։ Ես կփոխարեն այն մյուս խոլը կվաճառեի։ Իսկ Միջանցքի հայելին ոնց է։ Չէ, հայելին չենք վաճառում, ավելավա TV-ին վաճառի։ Չէ, TV-ին ձև չկա, ավելի լավ է հայելին։ Մխո հայելին ինձ պետք է, ասում եմ չենք վաճառում։ Հա դու քո պուճուր հայելիով յոլա կգնաս։ Մխո ասեցի ոչ, հայելին չենք վաճառում ու վերջ։ Արա որը ասում եմ ինձ ծախում ենք։ Բայց ոչինչ, որ ես մեր տունը չի։ Վայ ոնց էի կարոտի քեզ մամեսնյակ ջան։ Բալես կարող է փողերը տեն պրծել։ Բայ գավայ մամեսնյակ։ Ուրեմն դու իմ կարոտը համեմատում ես նյութի հետ։ Որ կարոտեիր մոտս կմնայր էլի։ Մամեսնյակ դու ճիշտ ես։ Բայց ես ես սխալ չեմ։ Սենց որ գնաց, մենք երևի Անուշիկի հետ գնանք Ռուսաստան։ Դու գնում ես հասկացանք, Անուշիկը ինչի է գնում։ Դու կարող է ուզում իր հակառակը ասեիր։ Ինչի ոնց ասեցի որ։ Ասիր դու գնում ես հասկացանք, Անուշիկը ինչի է գնում։ Չէ, հենց տենց էլ ուզում էի ասեի։ Հա։ Դե դու խոպան ես չէ գնում։ Անուշիկը ինչի է գալիս։ Մամեսնյակ ուրեմն որ քո ես մի ամբողջ վեհ տղայնյակը գնա խոպան, էդի նորմալ է, հա։ Նորմալը նորմալ չի, բայց դե որ չգնաս, ոնց պիտի ապրեք տղա ջան։ Չեմ հասկանում ինչի է մամեսնյակը տենց սառը իմ հանդեպ։ Ինձ թվում է տենց անում, որ գաք ստեղ մնաք։ Բա ինձ ինչի տենց չի թվում։ Մխո, եթե փող նախնդիրը ես կարամ տամ։ Փողը չի, Երեն, փողը չի։ Պրոստը մի քիչ ճիշտ չի էլի, որ ատեսնյակը այդքան ցեխ ու ծուխեր ունի, այդքան գործ ունի ու այսօրվա դրությամբ ես ոչ մի գործ չունեմ։ Մխո, ինձ թվում է ժամանակն է եկել, որ դու մտածես քո բիզնեսը ստեղծելու մասին։ Իրենչու, լյուբոյ մարդու մոդել, դեն ժամանակ գալիս է, որ ինքը մտածում է իր սեփական բիզնեսը սկսելու մասին։ Բայց դրանք միշտ մնում են երազանքների արխիվում։ Դե վсё ախպերներ, այսօր հերիք աշխատեք։ Ձեզ այսօր մի քիչ շուտ եմ թողում, որ գնաք ձեր կանանց վերցնեք, տանեք ռեստորան։ Վայ։ Սենց եք գնալու արա, հա։ Ինչ ես տանչը։ Ծոհաբ ջան, գնացեք նորմալ կոստյում հագեք, ձեր սանրվածքներին ուշադրություն դարձրեք։ Այդ տղա, որ այդ ձեր կանանց փոխարեն ընկերուհիները ձեր լինեին։ Սենց պիտի գնայիք, հա։ Հայ, ես ձեր ինչն եմ ասել, արա։ Վերցեք։ Սե $400։ Ուրեմն գնացեք, նորմալ կոստյում հագեք, մտեք Վարշավիրանոց, նորմալ սանրվածք ապահովեք, նոր գնացեք ձեր կանանց հետևից։ Եղավ։ Նորմալ է, շեշ ջան, փող կա, ունենք։ Դու այդ տղա ես այս հենց այնպես չեմ տալիս։ Ձեր աշխատավարձից կամաց պիտի պահեմ։ Դավայ ձեւ եկալեք։ Բայց պարոն Արևշացյան, մենք կոստյում ունենք։ Այդ տղա, դու լավ գիտես թե քո շեֆը։ Հրշտուն։ Եվ ընդհանրապես տենց աշխատող կա, որ իր տնօրենից լավ իմանա, հա։ Դե այս դեպքում։ Այդ տղա, հարցից պատասխանի։ Էլ այս դեպքում, այն դեպքում մի խաղացրու։ Այտենց աշխատող կա, որ իր տնօրենից լավ գիտի։ Չկա չէ տենց բան։ Հա։ Եթե իհարկե կա։ Չէ, չկա տենց բան։ Դե բա էլ ինչ կա։ Կոմպը անջատեմ դուրս գանք։
Ինչ ունդերտան կոստյում առնենք, հա։ Դու չէ ինչ կոստյում։ Գնացինք։ Բայց Գագարինն ուր է։ Էլի թռել է։ Ապեր կլինի այսօր մնամ ստեղ։ Ինչի՞։ Ապեր դե մերոն գնացել են գյուղ։ Ես է մենակությունից վախում եմ էլի։ Մնա։ Գագոն ուր է։ Չգիտեմ։ Գագոն Ամերիկայում է, ապերիկ։ Ասաբերեր։ Օնորոշատյան, երկուսն էլ տանկողում են գնում։ Ուրեմն երկուսի ականջից բռնած բերում ես տեղ։ Դավայ։ Արա ուրեմն ես ձեզ փող եմ տալիս, որ գնաք ակուրատնի կոստ առնեք, Վարշավեյանոց մտնեք մազերներդ սարքեք բան, դուք այդ փողը դնեք ջեբներդ գնում եք դու։ Արա գիտեք որ կարան չթողեմ գնաք ռեստորան։ Գիտեք։ Արա ես չեմ ջոկում, դուք ռոմանտիկայից վաբշե բան չեք հասկանում։ Ռուստոն բա երբ ես գալու։ Չգիտեմ, մի քիչ երևի կուշանամ։ Հա, դե ես 5 րոպեից պատրաստ եմ լինելու։ Չեմ հավատում Լիլիթ, բայց ամեն դեպքում հաճելի է նման բան լսելը։ Հա, բայց ինչի տենց ուշ։ Դե որովհետև Արոշազյանի պես շեֆ ունի։ Ասում եմ մնացեք աշխատեք։ Հա, իրանը քեզ պես սեր։ Ապեր հիմա սենց երկար ես լացել։ Կոնե սուրճի տեղ ասա նոր լաց։ Ես քո Գագո ես ինչ արեցի դու արա։ Գագոն միշտ էլ տենց արել էլի։ Ինչի քո համար նորություններ։ Բայց ես կարգի չեր արել ապեր։ Դե դրա համար էլ արեց էլի։ Հա, հիմա այս տուն օրինակ քոնն է, հիմա ինչ վատ է որ։ Հա, բայց էդ էլ ես ճիշտ ապեր։ Հորա, բայց ոնց թողեց մենակ գնաց Ամերիկա։ Нахитрил Женя. Почему? Ну, хотя бы потому, как ловко заманили меня сюда. Տատի, ես քնար։ Քնել։ Я просто безумно хотел видеть вас. Այստեղ աչքերը փակի։ Ինչի՞։ Այս մասերը պետք չի որ դու նայես։ Вам нравится? Ինչ է։ Էս ինչ ամենը։ Ինչ է։ Էս ինչ սիրում ես։ Անջելիկ քեզ մար նորություններ, ա որ ես սիրուն եմ։ Մելես ոնց այս կոստը քեզ սազում, բասաներվածքը։ Այս ամեն ինչի իմ համար ես արել։ Ահա ինչ ըխսեմ չէ։ Մելես, ես գնացել ես ու սենց հատուկ սիրունացել ես, հա։ Ախ, ես ավելի ու ավելի շատ եմ սկսում քեզ սիրել։ Հենց կուզենայի ապարոտկը ֆրայր։ Հա, ես էլ, Սուս ջան։ Ինչ է դու էլ։ Հաճ սիրտ ունզիկ սիրես, ես եք սեմ ես էլ։
Հա, դե գոնե շարունակությունն էլ ասա։ Դասուսիկ ինչ զարմանալու աղջիկ ես, ինչ ենեմ, հալեմ, լծեմ, հանգիչները ծամեմ, տնեմ բերանը։ Դասիկ սիրեմ ես էլ։ Դու այսպես լաբավը բաներ չեմ սիրե։ Կյանքս են գնում որ կարողանան գնանք ինչի դու ինձ այդքան շատ ես սիրում, հա? Բավոց նենց հա պատրաստվել, որ ես շոկի մեջ եմ կյանքում Ռուշտունը իմ հետ տեղ գնալուց տենց չէր պատրաստվել Մելոս էլ ա տենց սիրունացել Արևշատյանն է գիտես չէ, այդ ամեն ինչը կազմակերպել։ Հա, ես էլ գիտեմ իրանց մտահաղացումն է։ Կարևորը, որ իրանք հանուն մեզ այդքան բանի են գնացել։ Սխալաթդ լավ է բռնացրել ես հա մեր այնուինի Բանանց եմ արել, որ անկողնու հետ սազեմ։ Ուզում ես ասես, ես չեմ սազում, հա, մեր անկողնու հետ։ Դու իմ հետ ես սազում Տենց ես բռնացել է, բայց շատ գլամուրն ես է։ Աղքատ գլամուր ա լինում ուղղով։ Հենց դրա համար էլ տրամադրություն չունեմ։ Ես այդ հարցը վաղը կլուծեմ։ Ո՞նց։ Այդ հիմիկվա խոսալու թեմա չի։ Հա։ Դե որ տենց է Ապեր, շուտ արա արի էլի։ Տանա եղե։ Հա, Սոֆան արթնացել է։ Հեսա եկա։ Չեմ հասկանում, դու այսօր սաղորը ինչ ես արել։ Այսօր սաղորը տեղափոխություն եմ արել։ Այդ չի նշանակում, որ մեզ սոված պիտի թողես։ Վարժին ասա թող մտնի խանութ երշիկ եղեն առնի։ Ինքը չի կարա։ Լավ ես մտածել Ժանի։ Միանշանակ Ժաննա։ Կյանքս ասեցի, որ Վարուժը չի կարա։ Ապրես։ Բայց տես ես այդ Վարուժին ինչ եմ անելու։ Ես արդեն սկսում եմ չհավատալ, որ ինքը պատշգամբից ընկել է։ Բայց քո աչքի դեմ է չեղավ։ Ես որ դուրս եկա պատշգամբ, ինքը արդեն գետնին էր։ Բայց թե ոնց է հասել գետնին, այդ մեկը պարզ չի։ Վայ, Սով ջան, ինչեր ես ասում դու էլ։ Ժանի երկրորդ հարկի պատշգամբից ընկած մարդը ոնց կարա տնից դուրս գա։ Արտյոմի հետ։ Ֆերիկ հա Վարուժին պաշտպանես։ Պատկերացնում ես, Վարուժը այս գիշերով տնից գնացել է։ Ուրա գնաց է։ Ֆրֆրալու։ Բա էդի բալկոնից չեր ընկե։ Բա ես էլ եմ այդ ասում էլի։ Ժաննա։ Հա ջան։ Մի ու Ժաննայի հետ եմ։ Ժաննա։ Ասա Զորիկ ջա։ 5 րոպեից մոժը ժստե մխված ըլնի։ Բայց Վարուժը գնացել է Ժաննայի համար երշիկ առնելու։ Հա? Բա ինչի ինձ չասեցիր։ Որ Զորիկ ջան հարցնի, ինձ տենց էլ կասես, որ գնացել եմ Ժաննայի համար երշիկ առնելու։ Սոֆան էլ որ իմացավ այդ Ժաննայի համար էլ ես ժամին գնացել եմ խանութ դիպված կլեմ բալկոնից մի անգամ էլ ընկնեմ։ Որս բազի բոտու դերդ կապի նոր այ ախպել։ Բերեցի Վարուժ ջան։ Հա։ Ապրես։
Դե գնա հյուրասենյակ, տես քեզ ինչ են ասում։ Երկուսովդ էլ հելակ ու գնացիք այս տնից։ Ես մի ամիս երիքը տնից դուրս գալու համար։ Աղջիկ ջան, ես իմ ընկերոջ տուն եմ եկել։ Մխոն կարա տունը չլնի, ես էլի գա։ Ապեր թողելի սրբու։ Ինքդ մոռացար։